Ջերմ ողջույն արգելետևորդներ, այսօր բուլկիներ ենք պատրաստելու շատ փափլիկ, շատ ուռուցիկ, անչափ համեղ, շատ պարզ բաղադրատոմսով, առաջարկում եմ արագ անցնել գործի։ Այսպիսով մեզ անհրաժեշտ է լինելու մաղված ալյուր, անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կարող ենք մաղել, դա շատ կարևոր է։ Շաքարավազ գոլկաթ 500 մլ, շատ տաք անհրաժեշտ չէ, խմորիչ է անհրաժեշտ լինելու, մեկ ոչ լիքը ճաշի գթալ կամ մի փոքր ավելի քիչ, ինչպես կցանկանաք, սակայն դրանից ավել անհրաժեշտ չէ։ Կարագ, 1 կտոր, փափուկ, արդեն փափկած, սենյակային ջերմաստիճանի, վանիլինի արկե և ձու ու կաթ, այսինքն ձվի դեղնուց և կաթ, որը մենք օգտագործելու ենք վերջում վրայից քսելու համար։ Անցնենք գործի և գոլկաթը լցնենք պատրաստվող թասի մեջ, անգամից ավելացնենք շաքարավազը, մի փոքր կխառնենք, ավելացնում ենք ամբողջ խմորիչը և ընդհանուր զանգվածից մի փոքր ալյուր։ Մենք հիմա պետք է ակտիվացնենք խմորիչը, նաև ձեռքի հետ ստուգելու նպատակով, արդյոք այն պիտանի է աշխատանքի համար, թե ոչ, թեպետ և հենց նոր եմ գնել, այդուհանդերձ պետք է ստուգել։ Այսպես կթողնենք 10 րոպե, կուրչի մի փոքր, որից հետո կհամոզվենք, որ աշխատունակ է խմորիչը և կանցնենք առաջ։ 3-4 րոպե անց նկատում ենք, որ արդեն ուզում է շապի կապել, տեսեք, լուծվել է խմորիչը, եթե նկատում եք պղպջակներ են առաջացել, սա նշանակում է, որ խմորիչը բավականաչափ աշխատունակ է և ժամանակն է այստեղ ավելացնելու ալյուրը։ Պոնչիկի խմորի նման մի խմոր պետք է ստանանք, ով պատրաստել է պոնչիկ, տեղյակ է ինչի մասին եմ խոսում, ով ոչ, դիտեք տեսանյութը և հասկացեք, թե ինչ եմ ուզում ասել, այս տեսանյութի մասին է խոսքը։ Ավելացնում ենք ալյուրը, կրկին անգամ կմաղեմ, սակայն կարող եք դա չանել, որովհետև արդեն արել եմ, ինչպես նշեցի, այսպես, բավական է։ Մի փոքր թողել եմ, խառնենք հիմա։ Տեսեք, այսպիսի խմոր ենք ստանում նախնական, սա լիովին բավական է, ալյուր այլևս չենք ավելացնելու և ավելացնում ենք ալյուրի փոխարեն այստեղ արդեն ամբողջ փափկած կարագը և իհարկե վանիլին։ Հիմա այս ամենը լավ խառնում ենք կամ ձեռքերով, կամ գդալով, այսպիսի շարժումներով խառնենք մոտ 3-4 րոպեի չափով, 5 րոպեի չափով և կարծում եմ բավական է։ Տեսեք, մի քանի րոպե անց ստանում ենք այսպիսի ձգվող խմոր, տեսնում եք, որը հեշտությամբ պոկվում է պատերից, եթե անհրաժեշտ լինի կպոկվի հատակից, պոկվում է գդալից, տեսեք, այսքանը բավական է։ Թողնում ենք առայժմ սեղանի վրա հասունացման համար, մոտավորապես 2 ժամ, 3 ժամ, կամ ավել կամ պակաս, կախված է մի շարք հանգամանքներից, փակում եմ ես հիմա պարտադիր տոպրակով կամ կափարիչով, դե ինչ մեզ մոտ անցել է 1 ժամից մի փոքր ավել և տեսեք ինչպես է ուռչել խմորը նախ և առաջ և երկրորդը ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս վերևի պղպջակների վրա, տեսեք, սա նշանակում է, որ խմորը շատ լավ հասունացած է և պատրաստ է հետագա գործողությունների համար և եփվելու համար։ Հեռացնենք կափարիչը, մեկ անգամ ևս կխառնենք կամ գդալի միջոցով, կամ ձեռքերի, այսպես խառնում ենք, անգամից խոսեմ տապակի մասին, 12 մասի եմ բաժանելու խմորը, 12 գունդ եմ դարձնելու այսպիսի չափսի տապակի համար, ինչը լիովին նորմալ է։ Դուք ձեր տապակին համապատասխան կբաժանեք արդեն խմորը համապատասխան կտորներին։ Հիմա մի փոքր բուսայող ենք անում, 1-2 կաթիլ բավական է և լցնում ենք խմորը գորգի վրա։ Մեկ անգամ կհունցենք, այսպես, և ինչպես նշեցի կբաժանենք 12 մասի։ Յուրաքանչյուրը լավ հարթ գնդում ենք, այնպես որ մակերեսը լինի լավ հարթ, այսպես, և տեղափոխում ենք արդեն ջեռոցի համար նախատեսված տապակի վրա, ինչպես նշեցի նախօրոք։ Թողնում ենք, ինչպես ակնկալում եք սեղանին,
Եվս 40-50 րոպե ծածկում ենք պարտադիր ինչ-որ բանով, սակայն այնպես, որ չկպչի խմորին, վերևից կծածկենք զգուշորեն։ Նաև ասեմ, որ մեծ լինի, փոքր լինի, մեկը մեծ, մեկը փոքր, դա որևէ էական նշանակություն չունի, եթե ցանկանում եք իդեալական կլորակներ ստանալ, կարող եք կշեռքի օգնությանը դիմել կամ պարզապես բաժանել մասերի, էլ ավելի ուշադիր։ Այստեղ ինձ մոտ նաև կաթ է եւ 1 ձվի դեղնուց, հիմա մենք երկուսը կխառնենք միմյանց շատ լավ կերպով եւ առայժմ կտեղափոխենք սառնարան։ Դե ինձ մոտ անցավ մոտ 25 րոպե եւ դա էլ բավական է, ինչպես նկատում եք 2 անգամ կամ նույնիսկ ավել բարձրացել է խմորը։ Մեզ մնացել է այս ամենի վրա գեղեցիկ քսել կաթի եւ ձվի դեղնուցի խառնուրդը, անել դա զգուշորեն եւ ուղարկել նախորդ տաքացված 180 աստիճան ջեռոց 15-20 րոպեով մինչեւ գեղեցիկ կարմրելը։ Պարզապես հիանալի բուլկիներ ենք ստացել, մի փոքր կթողնենք, որ հովանա, քանի որ խմորիչով խմորը պարտադիր պետք է թողնել, որ հովանա, որից հետո նոր կկտրեմ, կտեսնենք, թե ներսից էլ ինչպես է ստացվել։ Տեսեք հարգելի հետևորդներ, հիանալի բուլկիներ ենք ստացել, չափից դուրս փափլիկ, նրբիկ, շատ նուրբ են, տեսեք։ Այսօր էլ այսքան հարգելի հետևորդներ, հիանալի բուլկիները, որոնց բաղադրատոմսով ես այսօր կիսվեցի ձեզ հետ, արդեն պատրաստ են, կարող եք ցանկացած միջուկով պատրաստել, կարող եք օշարակով պատրաստել, դա մնում է միայն ձեր հայցողությանը, եւ հիշեք մեկ կարևոր բան, ցանկացած թխվածքի հաջող ստացվելու գրավականը մոտավորապես 40-ից եւ նույնիսկ 50%-ով կապ ունի ջեռոցի հետ, իսկ մյուս 50%-ը դա արդեն մեր մասնագիտական վարպետության գրավականն է։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում, առայժմ։